Այսօր մեզ մոտ շատ հետաքրքիր էքսպերիմենտ է։ Իմ ձախ ձեռքին գտնվում է fake ջաբուլանի, իսկ աջ ձեռքում օրիգինալ ջաբուլանի։ Fake ջաբուլանին գնել եմ $10, օրիգինալը $1000։ Ու այսօր միասին կպարզենք արժի արդյոք $1000 տալ գնել օրիգինալ ջաբուլանի, թե մենք կարող ենք $10 ջաբուլանիով բավարարվել։ Կպարզենք միասին հարվածների միջոցով, լինելու է նաև freestyle։ Շատերն են ասում, որ շատ անկանխատեսելի գնդակ է ջաբուլանին, դե դա տեսել ենք աշխարհի խաղերի ժամանակ էլ։ Շատերն են ասում, որ գնդակի աերոդինամիկան կախված է գնդակի ձևի հետ, գնդակի պանելների հետ, բայց մեկը իմ համոզմամբ գնդակի պատկերը շատ բան է որոշում գնդակի հետագծի մասին։ Իսկ փորձարկման համար տեսեք այսօր ով է մեզ հյուր եկել։ Wow, amazing stuff։ Եվ մեր հարվածներին այսօր դիմակայելու է ձեր շատ սիրելի Հրանտը, մեր դարպասապահ, Կադիսի նախկին դարպասապահ։ Քո կարծիքով ավելի հետաքրքիր հարվածներ կստացվի օրիգինալով, թե ռեպլիկայով։ Ինձ թվում է ամեն դեպքում կրկնօրինակը ավելի հեշտ կլինի որսալ կամ հեղացնել ինչ-որ ոչ նաև։ Իսկ օրիգինալը կախված է այս պահին քամու ուղղությունից։ Քամի չկա։ Դե ինչքան էլ որ լինի, օդի հետ շփում ունի ինքը։ Դե ուրեմն հարվածներից հետո էլ եմ ես քո կարծիքը հարցնելու, մի հատ տեսնենք ճիշտ է զգուշակել թե չէ։ Հիմա հարվածներ ենք անելու եւ պարզելու թե ավելի հեշտ է գոլանել fake ջաբուլանիով, թե օրիգինալ։ Knuckleball ենք անելու, պտույտով հարվածներ եւ փորձարկում ենք անելու նաեւ freestyle հնարքներ։ Օրիգինալ գնդակով։ Չէ։ Ված չի։ Դարպասը փոքր է, բարդ է։ Կապել է։ Հայք որ դարպասապահ առաջ է գալի, ինչ ես անում։ Կախեմ եմ։ Մեր նախորդ փորձարկումը Մանոյանի հետ հիշում եք, որ պետքա գուշակեիք դուք, դե Ջանլուիջի Բուֆոնին որերորդ րոպեին է գոլ։ Ես չեմ հիշում։ 58-րդ րոպեն էր, չէ՞ խաղի, որ Այո։ Ջանլուիջի Բուֆոնը բռնեց Դավի հարվածը։ Բայց այսօր ես չեմ կարող։ Ահա։ Չէ, լեխտ։ Եկավ։ Հեր շանսեր չես տալի էլի մեզ։ Որը լավ է, բաներ ինչ կեբով։ Հրանտի համար էլ է շատ բարդ, որովհետև մասամբ խոնավ է խոտածածկը։ Հեր Կադիսի օրերը հիշի։ Գոլ էր թե չէ հեր։ Դա բայց ջոգել ես բարդ է գոլ խփել իրոք։ Վայ չէ։ Ջարդեցինք։ Մինուս 10,000 դրամ։ Դավայ դավ։ Չէ։ Այդպես չի ֆորում էլի փաստորեն։ Չէ, այս չի ֆերում, այս գնդակը նորմալ։ Ինքը knuckleball է ուզում, դավ։ Իրա ուզելով չի։ Ահա։ Հասկանում եք, չէ՞, գնդակի առեղծվածը որտեղ է կայանում։ Մի հատ բայց մեր դարպասապահին սն Spider-Man-ի վիճակով բան կանենք։ Հեր սենց արիր։ Այս գնդակը Ֆորլանի համար էին սարքել։ Հա, Դիեգո Ֆորլանի սիրելի գնդակն է։ Չէ, դավ դու ֆերցնող ես։ Ոչը բաները։ Դավ։ Չէ, դավը knuckleball հարվածներ չի սիրում աշկիս։ Այս ծնկներով ինչ knuckleball։ Հեր եկավ։ Նա է։ Այն մեր տեղական գնդակները ներ։ Խփեի կմատներ։ Իրանք ֆիրմա գնդակներով են։ Չէ, սրանը ուղիղ հարվածն է։ Ուղիղ խփում ես ինքը որոշում է որտեղ կգնա։ Արժի Մանոյանի հարվածի ուժն էլ չափել։ Իսկ դուք բաժանորդագրվեք, որ շուտ հասնենք 100,000-ի, որովհետև շատ քիչ է մնացել։ Մոտիկ էր էսի։ Մի քիչ նոր։ Հա, Ժաննա Բուդուլյան, for you։ Ծափարությունն է։ Հետո մի քիչ սիրունացրեց այդքանը վտանգավոր չէր։ Հա, դա հարվածով գոլ երբ ես արել պրոֆեսիոնալ խաղերի ժամանակ։
բանով։ Սովորաբար ոնց են գոլ անում։ Ուղիղ հարվածով, բզելով երբ։ Բզելով, հա, հայավարի։ Վերջի գոլը Սարատի կազում հենց Հերվից էլի սենց։ Հերվից բանի մոտ էր, Դուգայի մոտ էր պլաշատկի։ Մտավ Տուգանային հրապարակ, Ռազմիկ Հակոբյանը թողնում է գնդակը և գոլ! Օ! Ված չէր։ Օй! Բայց հավատում եք, որ Մանոյանը կարա գնա նորից Հայաստանի հավաքականում խաղա։ Ոչ, կարաս ձախով նակլ բոլանես։ Օ, ծախով։ Օրը բայց բարդ է։ Դավայ։ Դժվար է դա։ Արդիչս կասես ձախը կրավատից իջնելու համար է։ Վախ! Մոջո ունենք մենք։ Պահել էիր, հա։ Հա, վերևիվ։ Դավ ջան, մոջո խմես։ Քեզ վեգալես ուր է իմը։ Գնա խանութից արխամի։ Չեմ տալու, ախպեր։ Ես էլ եմ։ Լավ նա։ Շատ վատներ։ Դավ։ Հիասքանչ։ Գոլերը 5 մետրանոց է, նենց որ շատ բարդ է մեզ համել գոլ խփելը, հաշվի առնելով նաև տարածությունը։ Բայց դե գիտեք, էլի։ Ասա հեր։ Լավա գլխից չկա։ Օ։ Արա դրան նայ։ Օй։ Չետ։ Անցնում ենք չինական օրիգինալ Ջաբուլանի։ Մի հատ հերոն չայ խմի։ Մի հատ հերոն չայ խմի, բայց սարդել է։ Coldrex, հա, ինչ են ասում։ Այս օրիգինալն ընդեղ։ Բայց էլի մի հատ հերոյից ցույց տանք։ Ինչ անենք հեր ջան քո համար, չգիտեմ։ Hard working, կարևոր է դա։ Այս հիմա այս գնդակ ինչ արվի։ Դավ ջան, էսի մոտավորապես 8000 դրամի կարգի։ Թվանոց էլի։ Բայց հիմա ես քիչ ասենց առաջ եկել սադրում ա մեզ։ Սադրում ես մեզ հեր։ Օ, Շո լավ, պատրաստ է, ստուգում ենք։ ահա։ Հեշտ է էսի։ Տաներ է։ Շեղում է։ Ժողովուրդ, տարբերությունը մի քիչ ավելի սենց իրան ծանր եմ զգում, բայց առանձգական չի էլի, սենց չոր է մի քիչ գնդակը։ Օրիգինալները вообще լավ է նստում ոտքիդ, բայց հələ փորձենք տեսնենք, արդյոք ոչ օրիգինալով ավելի լավ նակլբոլներ կարանք ստանանք։ Գնաց։ Օ։ Չէ, փոքր դարպասները իրոք մեր գործը բարդացնում են։ Անկեղծ ասած։ Դա, ինչ որ տարբերություն զգում ես դու այս գնդակների Ավելի ծանր է։ Իրականում այս Ջաբուլանին վատ է, երկուսն էլ հարմար չի, բայց օրիգինալն էլ դա քո կարծիքով։ Մենակ հարվածով չես կարա էլի, պետք է զգաս այդ խաղալու ընթացքում էլ ինքը տրայեկտորիան որ չեմ խաղացել երբեք դրանով։ Հա։ Նույնիսկ այդ այն ժամանակ ինքը տենց աշխարհի արժությանն է օգտագործում, ոչ մի առաջնություն չի օգտագործում։ Չի վերցրել։ Ոչ բարձրագույն խմբում, ոչ հավաքականի մակարդակով չեն խաղացել երբեք։ Հայաստան էլ չի եկել։ Աչքիս էս առաջի Ջաբուլանն ուր է, որ բերես Հայաստան։ Աչքիս մենակ ես Ջաբուլանի ունեմ, հա, օրիգինալ։ Էլ ովքեր ունեն մի հատ գրեք կոմենտներում։ Օ! Էդ ուր է գնում։ Էսի Վարդանձա, էս ուր։ Վարդանձա։ Բաները։ Գիտես չէ, ամեն անգամ Տուգանայինս գոլ անում, պիպետքին այն կողմն եմ դնում, որտեղ որ պիտի գնակ էլի, տենց։ Դավ ջան, պետքա չի օթամաղիչ սարքա։ Գիտեմ ինչքանով է դա աշխատում։ Հետաքրքիր տարբերակ է։ Կարակ փորձեք։ Այդ բոլոր գոլեր Տուգանայինս տենց է եղել։ Նուրջ։ Բոլոր ոչ գոլերն էլ է տենց։ Օ, լավներ։ Բայց չգիտեմ, ինձ թվում է դավ։ Մի քիչ ավելի ստաբիլ է երևում այս գնդակը։ Սենց շատ չի, չէ՞։ Ով, բայց ասա ոտը դաղում է։ Հա, Մոտ թաթից ես մտնում է մեջը ու սենց դաղում է կողքերից։ Մեզ անում կարմրած է, էլի ստես։ հա, բայց օրիգինալի դեպքում չկա այդպիսի բան։ Բա Ալեն ջան։ Ախ, ոտս։ Քո ուզածն է, էլի ուզման է չեղավ։ Բայց էսի չի բան անում, ապա։ Այդ չկա։ Հետագիծը չկա։ Չէ, էսի չկա հաստատ։
Չկա հետագից ժողովուրդ։ Կա սովորական գնդակի հետագծով, բայց Ահա։ ուղիղ է գնում, տեսնում ես։ Լավն է։ Հետավ քո կարծիքը։ Ձեր Չէ, միանշանակ օրիգինալը, հաստատ ցանկացած բանի օրիգինալը միշտ ավելի լավն է։ Բայց թանկ է։ Հա, եթե ունեք 8000 դրամ, օրիգինալ գնդակ։ Օրիգինալ չինական առեք։ Եթե ունեք ինչքան էր էս։ Մինչև $1000 կարգ։ Հա, որտեվ հինա քիչ են դրա համար, բայց երևի արտադրման ժամանակ եւ մի $150-200 է։ Դե ինչպես միշտ ոնց։ Կամ էլ մի օր եկեք այստեղ այս գարաժ մոլի ներքևը կանգնեք, այս գնդակը որի շտում է։ Եկալեք ու։ Բայց Սակայն Դավը ընտրում է օրիգինալը, ես հիմա կասեմ որն եմ ընտրում։ կապով։ Գնաց Դավը գործեր ունի։ Դա վերջում։ Ստրիթբոլն էլ շուտով լինելու է։ Ընտրում է օրիգինալը, գնաց։ Հա, չէ, Դավետի տուր։ Հերջան, հիմի քո կարծիքը, ձեր գարձիքը։ Իրական տարբերակը օրիգինալը ինքը ավելի համ ֆուտբոլային է, իմ այս բառը կարող է ոչ բոլորը հասկանան, բայց ֆուտբոլային ասելով ինքը շատ բան է իր մեջ ներառում։ Իրա կլինի կտրվածքը կաշվի, կլինի Պանելների ձևը։ Պանելները, հա, ամեն ինչ Նկարն էլ է լիքը բան փոխում։ Այո, այո։ Դու լավ ես զգում այդ գնդակի հետագիծը ոնց է sense փոխում։ Բայց Անկեղծ- օրինակ բանով, սելեկտով որ նաքլբոլ անես, էդի դու չես տեսնի։ Սելեկտը ինքը դրա համար դե չի նախատեսված, ինքը ավելի շատ բացել պասեր ու գլորած պասեր է սիրում։ Հարվածի համար ինքը ընդհանրապես հարմար չի։ Ու համեմատած օրիգինալի հետ, ոչ օրիգինալը ավելի իր հետագիծը քիչ էր, այսինքն ուղիղ էր ինքը գնում։ Ու ինքը շատ ցավացնող է, ասեմ ավելի։ Դե իր մակերևույթը հենց է սարքած, որ օրիգինալը դրա համար է օրիգինալ, որ հարվածների, փոխանցումների ժամանակ ինքը չի ցավացնում։ Պլյուս դարպասապահների համար։ Այս գնդակ ինքը նաև բան ունի, հատկություն ունի։ Ամեն մակերեսի դիպչելուց ինչ որ չափով ինքը այդ մասը նստում է, փոսամ։ Հա, Այս գնդակը ունի այդ ֆունկցիա։ հա, դա էլ էր հետաքրքիր։ Գոլ չէր։ Հերթը fake Ջաբուլանինն է ու հիմա իմ ամբողջ կարծիքը կասեմ այս երկու գնդակների վերաբերյալ։ Բայց մի տեսակ լավ չի նստում ոտքիս համ ֆրիստայլը, համ հարվածները։ Փորձարկումներից հետո ասեմ իմ վերջնական կարծիքը, իհարկե ավելի շատ հավանություն եմ տալիս օրիգինալ տարբերակին, ոչ օրիգինալը թե քաշի, թե իր մակերևույթի մասով չի համապատասխանում ստանդարտներին, իսկ արժի օրիգինալը առնել թե ոչ օրիգինալը, իհարկե խորհուրդ կտամ օրիգինալը, իր ֆանտաստիկ հետագծի մասով նաև շատ մեծ դեր ունի գնդակի վրա պատկերված այս ձվաձև պատկերը, որը ել ավելի վիզուալ տեսանելի է դարձնում գնդակի ուղղությունը։ Ու ձեզ խորհուրդ ճիշտ նաքլբոլ կատարելու դեպքում ամեն գնդակով էլ հնարավոր է որ նաքլբոլ ստացվի։ Եթե չեք տիրապետում նաքլբոլ հարվածների, այստեղ մի հատ վիդեո կա, որտեղ ես սովորեցնում եմ թե ինչպես կատարել այդ գեղեցիկ հարվածը։